Շարունակում ենք Կորինթացիների նամակի ուսումնասիրությունը, արդեն պետք է ուսումնասիրենք մեր վերջին գլուխը, 2.5 տարիներ հետո արդեն մոտիկանում ենք կամաց ավարտին։ Թեման այնպիսին է, որ վստահաբար, ես չեմ խոսում, ով մեր մեջ է գտնվում, բայց խոսակցություններն այնպիսին են, որ շատ կան գայթակղվողներ, թե ինչի պետք է այս բանն անեմ եւ այլն։ Հիմա պետք է փորձենք Տիրոջ շնորհով տալ այն բացատրությունը ճշմարիտ ըստ Սուրբ Գրքի եւ փորձենք չհաճոյանալ ոչ մեկին, այլ հաճելի լինենք Տիրոջը, այսինքն ինչպես որ կա խոսքը, այդպես էլ կարողանանք փոխանցել ձեզ։ Մենք այսօր պետք է ուսումնասիրենք 16-րդ գլուխ առաջի Կորինթացիների 1-ից 4 համարները։ Կխնդրեմ բացեք ձեր գրքերը եւ որքան հնարավոր է հետեւողական լինենք, որ տեքստը ավելի լավ կարողանանք ըմբռնել։ 15-րդ գլխում մանրամասնորեն քննարկելով հարության հարցը, առաքյալը ավարտում է նամակը մի շարք հորդորներով, որոնք վերաբերվում են նվիրատվություններին, Աստծո գործին, Աստծո ծառաներին հարգելու մասին, նվիրյալ քրիստոնեական կյանքին եւ եկեղեցու ներսում տիրող փոխադարձ սիրուն։ Այսինքն սա մեր գործնական կյանքն է, որ Պողոսը մեզ հորդորում է։ Առաքյալը մեզ կտրուկ կերպով գալիք կյանքից վերադարձնում է ներկա կյանք։ Խոսում էր, չէ՞, ինչև այդ ինչ պետք է լինի, ոնց պետք է փոխվենք, այսինքն վաղճանաբանական որոշ թեմաներ։ Եվ այնուամենայնիվ գալիք կյանքը անջատված չէ ներկա կյանքից, այստեղ եւ հիմա ընթացող կյանքից։ Երբ Աստված մեզ հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու ապագայի մասին, թե ինչպիսին կլինի ժամանակների վախճանը կամ երկնային արքայությունը, նա դա անում է օգնելու մեզ ավելի նվիրումով ապրել այստեղ երկրի վրա։ Կորինթացիները նաև այս հարցում հավատարիմ չէին եւ Աստծո ծառաներին ֆինանսապես օգնելը նրանց համար ավելորդ բան էր։ Այդ պատճառով էլ նախկինում նա գրել է, որը մենք թեպետ անցել ենք Կորինթացիների նամակի 9-րդ գլխից, բայց փոքր հիշեցում։ Ինչ էր ասում. միթե մենք իրավունք չունենք ուտելու կամ խմելու, 9-րդ գլուխ 4 համարը։ Եվ 11 համարում ավելացնում էր. եթե մենք ձեր մեջ հոգևոր բաներ սերմանեցինք, մեծ բան է արդյոք, որ ձեզանից մարմնավոր բաները հնձենք։ Այս համեմատության մեջ առաքյալը ցույց է տալիս, որ մեր սերմանած հոգևորի դիմաց ձեր տված մարմնավոր բաները ավելի քիչ են։ Ինչու՞, որովհետև ձեր տվածը ժամանակավոր կարիքների համար է, իսկ մեր տվածը հավիտենական կյանքի արժեքներ են։ Եվ քանի որ նրանց սրտերը կապված էր նյութականին, Պողոսը ավելացնում է 9-րդ գլուխ 14 համարին, որ նրանք մտածում են, դե ինչի պետք է անենք եւ այլն, նա ավելացնում է. այսպես է Տերը սահմանել, որ նրանք, որ ավետարան են քարոզում, ավետարանից ապրեն։ Սահմանել բառը հուներեն ուրեմն դիաթասո բառն է, տերմինն է, որը նշանակում է այսպես է Տերը ուղղորդել, հաստատել, հրամայել եւ կարգադրել։ Բայց Կորինթոսի ժողովուրդը նաև սրտով էր կապված գումարին եւ չէր ուզում զոհաբերել։ Պետրոսը վաղճանաբանական թեմաները քննարկելով վերջին օրերի մասին սթափեցնող պատկեր է ներկայացնում ասելով. Ուստի սիրելիներ, դուք, որ սպասում եք այս բաներին, ջանացեք, որ նա ձեզ խաղաղության մեջ գտնի, անբիծ ու անարատ։ Այսինքն մենք պետք է յուրաքանչյուր հարցում ձգտենք անարատ ու անբիծ լինել, չպետք է բացառություն դնենք ֆինանսականը։ Ապագա հարության փառքի ակնկալիքը մեծ պատասխանատվություն է դնում մեզ վրա ներկայում։ Կրկին, ապագա հարության փառքի ակնկալիքը, որը որ մենք ունենք, մեծ պատասխանատվություն է դնում մեզ վրա ներկայում։ Եթե իսկապես հավատում ենք
որ մի օր կհեռանանք այս աշխարից եւ որ մեր մարմինները կփոխակերպվեն ու կատարելապես կմիավորվեն մեր հոգիների հետ, Աստծո հետ հավիտյան ապրելու համար, ապա պետք է հոգ տանենք, որ հենց հիմա երկրի վրա գտնվելու ընթացքում երկնքում գանձեր դիզենք մեզ համար, ինչպես ասում է Մատթեոս 6:20 համարը։ Իսկ գանձերը չես կարող դիզել Աստծո որոշ խոսքերը ընդունելով, իսկ որոշ խոսքերը անտեսելով։ Այսինքն այս մեկը ձեռնտու է, իսկ այս մեկը ոչ։ Եկեք կարդանք տեքստը 1-4 համարները։ Այժմ սրբերի համար հանգանակություն հավաքելու վերաբերյալ։ Ինչպես Գաղատիայի եկեղեցիներին պատվիրեցի, դուք էլ այնպես արեք։ Շաբաթվա առաջին օրը ձեզանից ամեն մեկը թող իր մոտ հավաքի, ինչպես որ Աստված օրհնել է իրեն, որպեսզի չլինի, թե երբ գամ, այն ժամանակ սկսեք հավաքել։ Բայց երբ գամ, որոնց որ հարմար համարեցիք ձեր նամակներով, նրանց կուղարկեմ, որ ձեր ընծան տանեն Երուսաղեմ, եւ եթե մեկը պետք լինի, որ ես էլ գնամ, ինձ հետ կգնա։ Գործնական քրիստոնեական կյանքին վերաբերող առաջին հարցը, որը Պողոսը քննարկում է 16-րդ գլխում, նվիրատվությունների խնդիրն է։ 1-4 համարներում առաքյալը անդրադառնում է հանգանակության նպատակին, սկզբունքներին, հավաքած միջոցների պահպանմանը եւ նվիրատվություն կատարելու դրդապատճառներին։ Առաջին Կորինթացիների այս համարը, 1-4 համարը 16-րդ գլուխ, հիմնական գաղափարը միտքը հետևյալն է. հարատև, կամավոր եւ թափանցիկ դրամահավաք կազմակերպելն է, նախ եկեղեցու, հետո կարեքավոր քրիստոնյաներին օգնելու համար։ Նվիրատվության նպատակի մասին է խոսում հենց առաջին համարում։ Այս հանգամանքը, որը Պողոսը խոսում է կոնկրետ հանգանակության մասին, կորինթացիները արդեն տեղյակ են, որտեղ արդեն ասացի 9-րդ գլխում նա խոսել էր արդեն այդ մասին։ Բայց երկրորդ անգամ է անցնում այս թեմայով։ Երբ Պողոսը գրում է այս խոսքերը, այդ ժամանակ Երուսաղեմում գտնվող հավատացյալները նեղության մեջ էին եւ ուզում էր օգնել նրանց։ Երրորդ համարից ենք տեսնում, որ ուզում էր ընծաներ մատուցել Երուսաղեմ։ Նույն նպատակով Պողոս առաքյալը 1 տարի կամ գուցե ավելի երկար միջոցներ էր հավաքում Գաղատիայի, ինչպես նաև Մակեդոնիայի եւ Աքիայի եկեղեցիներից։ Ինչ է գրում, օրինակ Հռոմեացիների նամակում Երուսաղեմի սրբերի մեջ եղած աղքատների համար է, ասում է հավաքում է։ Այս հանգանակությունը կատարվել է Պողոսի միսիոներական երկրորդ ճամփորդության ընթացքում։ Երուսաղեմի եկեղեցուն օգնություն ցուցաբերելու նպատակով, երբ առաքյալը վերադառնար Երուսաղեմ։ Եվ Գործք առաքելոցում 24-րդ գլուխ 17 համարում այսպես է գրում. Արդ շատ տարիներ հետո եկա իմ ազգին ողորմություն բերելու եւ ընծաներ մատուցելու։ Հնագույն ժամանակներում, ինչպես եւ այսօր աշխարհի շատ մասերում, ծայրահեղ աղքատությունը տարածված երևույթ է։ Նոր կտակարանի ժամանակներում Երուսաղեմը, չնայած իր կենսական նշանակություն ունեցող կրոնական եւ ռազմավարական դիրքին, աղքատ քաղաք է եղել։ Մանավանդ, որ գտնվում էր Հռոմի կայսրության ճնշման տակ եւ հարկերը գնում էր կայսրին։ Այսինքն նրանք, որ մի կողմից հարկ էին հավաքում, դա ոչ թե հոգում էր ամբողջությամբ քաղաքի, երկրի հոգսերն ու հարցերը, այլ դրա մեծ մասը գնում էր կայսրին։ Քանի որ Երուսաղեմը հրեաների համար կրոնական կենտրոն էր, այն հաճախ գերբնակեցված էր լինում, հատկապես տոների ժամանակ։ Քաղաքի սեփական ռեսուրսները սահմանափակ էին եւ այն մեծապես կախված էր հռոմեական կայսրության տարբեր մասերում ապրող մեծահարուստ հրեաներից, այսինքն միայն նրանք կարող էին ավելի շատ օգտվել այդ մեծահարուստ հրեաներից, որոնք կարող էին օգնել։ Եթե նրանց մասնակցությունը չլներ, նրանք միգուցե սովի անգամ մատնվեին, այս վիճակն էր։ Իրավիճակը բարդանում էր նրանով, որ մի քանի տարի առաջ տարածաշրջանը մեծ սովի էր մատնվել։ Հենց Գործք առաքելոցում
մենք տեսնում ենք այդ պատկերը 11-րդ գլուխ 28 համարում այսպես է ասում. եւ նրանցից մեկը Ագապոս անունով վեր կացավ, հոգով իմաց տվեց, թե ամբողջ աշխարհի վրա մեծ սով է լինելու, որը եղավ Կլոդիոս Կայսերի օրոք։ Երուսաղեմի ուրեմն քրիստոնյաները երկար տարիներ հալածանքների ենթարկվելու պատճառով հայտնվեցին ծայրահեղ ծանր տնտեսական վիճակում։ Շատերը զրկվեցին իրենց տներից ու ունեցվածքից եւ մնացին անապահով վիճակում։ Նրանք ստիպված էին կատարել ամենացածրակարգ աշխատանքները եւ նույնիսկ ինչ են լինում բանտարկվում են։ Գործք առաքելոցում է շատ խոսում դրա մասին 8-րդ գլխում, բայց Թեսաղոնիկեցիների առաջի Թեսաղոնիկեցիների 2-րդ 14-ը 2-րդ գլուխ այսպես է ասում. Եղբայրներ, դուք Հրեաստանում գտնվող Քրիստոս Հիսուսով Աստծո եկեղեցիների նման եղաք, քանի որ նույն հալածանքը կրեցիք ձեր ազգականների կողմից, ինչպես նրանք հրեաներից։ Այսինքն մի կողմից նրանց մի կողմից սովն էր տանջում, մի կողմից էլ նրանց հալածանքը։ Թեև Երուսաղեմում հալածանքների մեծ մասը հրեաներինն էին, այնուամենայնիվ օգնություն էին ստանում սինագոգերում բաշխվող նյութական օգնություններից։ Քանի որ քրիստոնեությունն ընդունած հրեաների շրջանում բազմաթիվ ուխտավորներ կային, ոնց եկան չէ Պենտեկոստեի օրը Գործք առաքելոց 2-րդ գլխում, միանգամայն հավանական է, որ նրանցից ոմանք որոշել են մնալ Երուսաղեմում տեղի քրիստոնեական համայնքին միանալու համար եւ անգամ իրենց ֆինանսական աջակցություններով օգնելու։ Թեև հավատացյալները կիսում էին կարիքավորների հետ եւ նույնիսկ վաճառում էին իրենց ունեցվածքն ու ստացվածքը, Գործք առաքելոցում է նկարագրում 2-րդ գլուխ 44-ից 45 համարներում, նրանց ռեսուրսները համենայն դեպս անսահմանափակ էին, այնպես չէր, որ նրանք կարողանում էին այդ տները կամ ունեցվածքները վաճառեն ու այդ ամբողջ եկեղեցու կարիքները հոգային կամ ընդհանրապես քաղաքի, որտեղ այն ժամանակներում պատմիչներն ասում են, որ անգամ ահավոր էժան է եղել տները, ունեցվածքները, հրեաները, երբ որ իրար մեջ չէին կարողանում նորմալ ծախեն, եթե մի բան ծախում էին, դա ծախում էին հռոմեացիներին, իսկ հռոմեացիները, քանի որ նրանց վրա իշխանություն ունեին, հարկադրաբար ստիպելով նրանց օրինակ, եթե տունը արժե $1000, կարող է ստիպեին $200 առնեն, այս վիճակն էր։ Եվ Երուսաղեմի հավատացյալների նյութական կարիքները հոգալուց բացի, Պողոսը նպատակ ուներ այս հանգանակության միջոցով ցույց տալ եկեղեցու հոգևոր միասնությունը։ Իմիջիայլոց այս նամակը երբ որ գրվել է, դա հենց այդ ժամանակներն էր, որ նրանք նեղության մեջ են եւ հիմա կարիք կար օգնելու։ Երուսաղեմի հավատացյալները հիմնականում հրեաներ էին, մինչդեռ նվիրատվություններ հավաքող եկեղեցիների հավատացյալների մեծ մասը հեթանոսներ էին։ Փրկությունը հրեաներից էր։ Գիտեք, որ փրկությունը եղել է հրեաներից։ Օրինակ Հովհաննես 4-րդ գլուխ 22 համարում այսպես է ասում. Դուք չգիտեք, թե ինչ եք պաշտում։ Մենք գիտենք, թե ինչ ենք պաշտում, որովհետև փրկությունը հրեաներից է։ Եվ քանի որ փրկությունը հրեաներից է, քանի որ այն սկզբնապես տրվել էր հրեա ժողովրդին, իսկ նրանց միջոցով ամբողջ աշխարհին էր տրվել։ Ուստի հեթանոսները հատուկ պարտք ունեն հրեաների հանդեպ։ Պողոսը հռոմեացիներին գրել է հենց այդ նվիրատվության մասին ասելով. Քանզի եթե հեթանոսները հաղորդակից եղան նրանց հրեաներին հոգևոր բարիքների մեջ, չէ, ապա պարտավոր են նաև նրանց ծառայել նյութական բարիքներով, Հռոմեացիների 15:27-ն է ասում։ Հեթանոսների կողմից հրեաների համար նվիրատվություններ հավաքելը նպատակ ուներ ամրապնդելու հոգևոր կապը այդ խմբերի միջև։ Եփեսացիների ուրեմն 2-րդ գլուխ 11-ից 18 համարում է խոսում, տեքստը երկար է, չկարդամ։ Երբ տալն ու ուշադիր ստանալը կատարվում են սիրով, տվողների եւ ստացողների միջև միշտ կապ է հաստատվում։
Անհնար է ընծաներով կիսվել առանց միաժամանակ կիսելու ընկերական զգացմունքները։ Միմյանց նյութական կարիքները հոգալն ու միմյանց մասին հոգ տանելն այնքան սերտորեն էին միահյուսված, որ Պողոսը խոսելով նվիրատվությունների մասին 3 անգամ այս տեքստում 3 անգամ օգտագործում է կոյնոնիա տերմինը, որը սովորաբար թարգմանվում է որպես հաղորդակցություն կամ մտերմական շփում։ Օրինակ, երկրորդ Կորինթացիների նամակում Պողոս առաքյալը այսպես է գրում 8-րդ գլուխ 4 համարում. Մեր խնդրանքներով աղաչում ենք մեզ, որ ընդունեք սրբերի համար պատրաստված նվերները և սրբերին ծառայելու հաղորդակցությունը։ Սա հաղորդակցության կապ է ստեղծում։ 9-րդ գլուխ 13 համարը. Մինչ այս ծառայության հետևանքով փառավորում էին Աստծուն Քրիստոսին, ավետարանին ձեր դավանած հնազանդության և այն առատ բաշխման համար, որով նորից հաղորդակից եք անում նրանց և ամենքին։ Այսինքն, Պողոս այստեղ այս 3 անգամ օգտագործելով կոյնոնիա տերմինը ցույց է տալիս, որ սա միաբանության, հաղորդակցության կապ է հաստատում ձեր մեջ։ Ինչպես ուսուցանում է նոր կտակարանը, նվիրատվությունները հիմնականում ծառայում են սրբերին, եկեղեցուն աջակցելուն։ Քրիստոնյայի առաջին պարտականությունն է աջակցել հավատացյալներին թե անհատապես, թե հավաքականորեն։ Եկեղեցու առաջին ֆինանսական պարտավորությունը սեփական գոյությունը և իր անդամներին կարիքների հոգալն է։ Օրինակ, երկրորդ Կորինթացիների ուրեմն 8-րդ գլուխ 1-ից 5 համարները եկեք կարդանք և 9-րդ գլուխ 12-ից 15 համարները։ Կխնդրեմ բացեք, իրար հետ կարդանք։ Երկրորդ Կորինթացիների 8-րդ գլուխ 1-ից 5 համարները։ Եղբայրներ, հայտնում եմ ձեզ Աստծո այն շնորհի մասին, որ տվեց Մակեդոնիայի եկեղեցիներին, թե ինչպես տառապանքի մեծ փորձության մեջ երևաց նրանց հորդացող ուրախությունը և ծայրահեղ աղքատության մեջ չափազանց առատաձեռնությունը։ Վկայում եմ, որ իրենց կարողության չափ և նույնիսկ կարողությունից ավելի հոժարակամ գտնվեցին։ Մեծ խնդրանքներով աղաչում էին մեզ, որ ընդունենք սրբերի համար պատրաստված նվերները և սրբերին ծառայելու հաղորդությունը, և ոչ թե այնքան, որ մենք ակնկալում ենք, այլ իրենց անձերն էլ տվեցին նախ Տիրոջը և հետո մեզ Աստծո կամքով։ Նաև 9-րդ գլուխ եկեք կարդանք 12-ից 15 համարները։ Քանի որ այս ընծայի մատակարարումը ոչ միայն սրբերի կարիքն է լրացնում, այլև շատերի կողմից Աստծուն գոհություն տալն է շատացնում, մինչ այս ծառայության հետևանքով փառավորում են Աստծուն Քրիստոսի ավետարանին ձեր դավանած հնազանդության և այն առատ բաշխման համար, որով հաղորդակից եք անում նրանց և ամենքին, և նրանց աղոթքով ձեզ համար, որ սիրում են ձեզ Աստծո չափազանց առատ շնորհի համար, որ ձեր մեջ է, գոհություն Աստծուն նրա անպատմելի պարգևի համար ավելացնում է։ Սակայն եկեղեցուն ֆինանսապես աջակցելը մեր միակ պարտականությունը չէ։ Բարի Սամարացու առակը հստակ ցույց է տալիս, որ մենք պետք է ծառայենք կարիքի մեջ գտնվող յուրաքանչյուրին, անկախ կրոնական պատկանելությունից, մշակութային ծագումից կամ հանգամանքներից, ընդ որում թե անձամբ, թե մեր ունեցած միջոցներով, ռեսուրսներով։ Բարի Սամարացու առակը խոսում է Ղուկաս 10-րդ գլուխ 25-ից 37 համարը։ Այսօր մի բան կա, էլի, քրիստոնեական կյանքի մեջ իբրև, ոչ թե մեր հավատացյալների մասին ենք խոսում, այլ օրինակ Հայաստանում ես մի անգամ հարցումներ լսեցի, ասում են դու երբեք կօգնես սոված ադրբեջանցուն, միայն հայհոյանքներ էիր լսում, միայն վատ բաներ էիր լսում, բայց այստեղ Տերը երբեք սահմանումներ չի դնում։ Մենք պետք է օգնենք անգամ մեր թշնամուն, որը բազմիցս տեքստեր ունենք դրա վերաբերյալ։ Ավելին Պողոսը սովորեցնում է, որ անհրաժեշտ է բարիք գործել Գաղատացիների 6-րդ գլուխ 10 համարում։
Սակայն նույն համարում շարունակում է միտքը, նա ասում է, եւ հատկապես նրանց, ովքեր հավատքի ընտանիքից են։ Այսինքն, այնպես չէ, որ Քրիստոսով եղբայրներդ կունենան կարիք, բայց դու կգնաս անհավատ մեկին կօգնես։ Ոչ, ասում է նախ Քրիստոսով քո քույր եղբայրներին։ Տեսեք ինչ է գրում առաջի Հովանու 3 գլուխ 17 համարը։ Բայց եթե մեկն ասի, այս աշխարհի բարիքն ունենա, եւ իր եղբոր կարիքի մեջ է տեսնում եւ իր գութը չի շարժվում, նրա մեջ կարող է Աստծո սերը բնակվելիս լինել։ Դու տեսնում ես քո եղբայրը կարիքների մեջ է, բայց քո գութը խիղճդ չի շարժվում, ասում է դու կարող ես Աստծուն սիրել։ Ընդհանրապես կարա այդ ձևի մեկ Աստծո զավակ կոչվել։ Բնականաբար ոչ։ Ամբողջ աշխարհում Տիրոջ անունով աղքատ ու կարիքավոր քույր եղբայրներին օգնելը Սուրբ գրքի չափանիշների համաձայն չափազանց կարևոր քրիստոնեական գործում է։ Ամբողջ աշխարհում դա ընդհանրապես կապ չունի։ Մենք հայ ենք, մենք գտնվում ենք Հայաստանում, Վարշավայում, թե Վլադիվոստոկում։ Եթե մենք գիտենք ինչ որ մի քույր եղբայրներ, ինչ որ կարիքների մեջ են, մենք պարտավոր ենք օգնելու նրանց։ Օրինակ հիմա մեր քույր եղբայրները Ուկրաինայում գտնվում են ահավոր կարիքի մեջ։ Հետևաբար ինչ պետք է անի քրիստոնյան, պետք է օգնի։ Սա նշանակում է, որ ոչ միայն տեղական եկեղեցիները պետք է աջակցեն իրենց անդամներին ու նրանց գործողությանը, ինչպես դա տեղի էր ունենում օրինակ Երուսաղեմի վաղ շրջանում, քրիստոնեական այս շրջանում, այլև բոլոր եկեղեցիները պետք է աջակցեն բոլոր հավատացյալներին եւ միմյանց ամեն անգամ, երբ դրա կարիքը կա, որն էլ ինչ է ասում, մենք դեռ կկարդանք, չնայած որ արդեն կարդացինք, փառավորում է Տիրոջը, 2 Կորինթացիների 9-րդ գլուխ 13 համարը։ Եվ Պողոս առաքյալը նկարագրելով այս պատկերը անցում է կատարում արդեն դրամահավաքի սկզբունքներին։ Եկեք մի հատ էլի կարդանք 2-րդ համարը, որտեղ ինչ է ասում. Շաբաթվա առաջին օրը ձեզանից ամեն մեկը թող իր մոտ հավաքի, ինչպես որ Աստված օրհնել է իրեն, որպեսզի չլինի, թե երբ գամ, այն ժամանակ սկսեք հավաքել։ Ուշադիր եղեք, որ այս համարում Պողոսը ներկայացնում է քրիստոնեական նվիրատվություններին վերաբերվող մի շարք սկզբունքներ, այդ թվում դրանց հավաքման ու պահպանման ժամկետները ու վայրը, չափը եւ մասնակիցները, ովքեր պետք է մասնակցեն։ Այս սկզբունքները ամուր հիմք են ծառայում քրիստոնեական նվիրատվությունները ցանկացած ժամանակաշրջանում հավաքելու համար։ Առաջինը խոսում է նա ժամանակահատվածի մասին, որն է։ Առաջին սկզբունքը հետևյալն է. շաբաթական նվիրատվություն կատարելու լավագույն ժամանակը շաբաթվա առաջին օրն է։ Սա մեզ համոզում է ոչ միայն նրանում, որ եկեղեցին կիրակի օրերին հավաքվում էր երկրպագության, այլև նրանում, որ այդպիսի երկրպագությունը ներառում էր դրամական նվիրատվություններ։ Շաբաթվա առաջին օրը գիտենք, որ դա կիրակի օրն է։ Մենք չպետք է նվիրատվություններ կատարենք միայն պատահականորեն, երբ առատաձեռնության հանկարծակի ինչ-որ մղում ենք զգում մեր մեջ, առաջնորդվում ենք հոգով, կամ սպասենք այնքան ժամանակ, երբ բավարար գումար կունենանք, մեր ծախսերը կհոգանք ու երբ տակը գումար կմնա, մի քիչ էլ եկեղեցուն կտանք։ Իսկ եթե չմնա, դե ինչ արած, չմնաց։ Չունեմ չեմ տալիս, հա։ Ոչ։ Սուրբ Գիրքը նման բան չի սովորեցնում եւ չի ողջունում նման մտածելակերպը։ Իհարկե, հոգին իսկապես կարող է մեզ մղել նվիրատվություն անելու հատուկ առիթներով, որոշ եղանակներով, այսինքն պարտադիր չի միայն օրինակի համար ասենք կիրակի օրերը։ Միգուցե եղբայրդ, քույրդ ինչ որ երեքշաբթի օրը ինչ որ խնդիր ունի եւ դեռ եկեղեցուն չի հարցել հարցը եւ դու տեղյակ ես։ Այդ ժամանակ էլ կարող ենք։ Սակայն նա մեզ առաջնորդում է նվիրատվությունների հարցում, ինչպես եւ մյուս բոլոր հարցում Սուրբ Գրքի միջոցով, իսկ Սուրբ Գիրքն այստեղ ցույց է տալիս, որ մենք պետք է նվիրատվություններ կատարենք ամեն շաբաթ։
Սա գիտեք, ինչ որ օրինապաշտություն չէ, ոչ էլ ցուցադրական երևույթ է, որ պետք է գիտեք գեղեցիկ սկուտեղի վրա մատուցենք, որպեսզի բոլորը տեսնեն։ Սա այդ պատկերը չէ։ Խնդիրն այն է, որ նվիրատվություններ հավաքելը երկրպագության եւ հաղորդակցության մաս են կազմում։ Նույնիսկ եթե որևէ կիրակի տալու ոչինչ չունենք, պետք է զգայուն մնանք եկեղեցու կարիքների եւ այդ կարիքները հոգալու գործում մեր ունեցած դերի նկատմամբ։ Միգուցե հնարավոր է մի կիրակել իրոք չունենք, իրապես չկա, բայց սա չպետք է սովորություն դառնա։ Բայց եթե մենք մի կիրակի չունենք, մենք պետք է մեր զգայարանները չանջատենք այդ հարցով, թե ինչով կարող ենք օգնել մեր եկեղեցուն։ Կիրակնօրյա ընծան երկրպագության էական տարրն է նոր ուխտի քահանայի պարտականությունների մի մասը, ով Աստծուն մոտեցնում է հոգևոր ընծա։ Մի զարմացեք, երբ որ ասացի նոր ուխտի քահանաների պարտականությունը։ Օրինակ առաջի Պետրոս մենք տեսնում ենք 2-րդ գլուխ 5 համարում ինչ է ասում. Դուք նույնպես որպես կենդանի քարեր կառուցվում եք հոգևոր մի տաճարի, մի սուրբ քահանայության Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն ընդունելի հոգևոր պարգևներ մատուցելու համար, հոգևոր պարգևներ մատուցելու համար։ Հավատացյալները ոչ միայն կառուցում են եկեղեցին, այլև ծառայում են դրան ներսում որպես սուրբ քահանայություն, որը մատուցվում է հոգևոր զոհեր։ Գիտեք, որ բոլոր հավատացյալները քահանաներ են, բոլոր հավատացյալները, 9-րդ համարը տեսեք, բայց դուք մի ընտրյալ սերունդ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, նրան պատկանող ժողովուրդ, որպեսզի հռչակեք նրա փառաբանությունը, ով խավարից ձեզ իր սքանչելի լույսին կանչեց։ Նաև այս համարը հաստատում է հենց Հայտնություն առաջի գլուխ 6-րդ համարը, այսպես է ասում. Եվ մեզ թագավորներ ու քահանաներ դարձրեց Աստծո եւ իր հոր համար, փառք եւ զորություն նրան հավիտյանս հավիտենից ամեն։ Ուստի մենք պետք է նվիրատվություն կատարենք ոչ թե հուզական պոռթկումներից կամ զգացմունքների ազդեցության տակ եւ ոչ էլ միայն հավելավճարներ ստանալիս, այլ Տիրոջը, նրա ժողովրդին եւ նրա գործին մեր ռեսուրսները կանոնավոր կամովին եւ առատաձեռնորեն նվիրելու միջոցով։ Սա դրդում է յուրաքանչյուր հավատացյալի ամեն շաբաթ հիշել նյութական ոլորտում իր ծառայության մասին։ Շաբաթական նվիրատվությունը խթանում է զգայունությունը ու արձագանքելու պատրաստակամությունը, նվիրատվությունը վերածելով կանոնավոր եւ մշտական հոգևոր պարտականության։ Իսկ ովքեր պետք է մասնակցեն այս ծառայությանը։ Նայեք 2-րդ համարին, մի հատ էլ նայենք, ովքեր պետք է ծառայեն այս ծառայությանը։ Ինչ է ասում։ Ձեզանից ամեն մեկը։ Բնագրում գրված է ձեզանից յուրաքանչյուրը։ Այս արտահայտությունը ինքնին խոսում է արդեն այդ մասին, թե ով պետք է մասնակցի նվիրատվությանը։ Ոչ մի քրիստոնյայի համար բացառություն կամ արդարացում չի նախատեսվում։ Մենք տնտես ենք այն ամենին, ինչ Տերը տվել է մեզ, որքան էլ քիչ լինի դա նյութական առումով։ Եկեք կարդանք ուրեմն Մարկոս 12-րդ գլուխը, Մարկոս 12-րդ գլուխը 41-ից 44 համարները։ Հիսուսը տաճարում է։ Հիսուսը գանձանակի մոտ նստած դիտում էր, թե ինչպես է ժողովուրդը դրամ գցում գանձանակի մեջ։ Նա հիմա էլ է տեսնում։ Եվ մի աղքատ որբևայրի եկավ եւ 2 լումա գցեց, որը 1 գրոշ է։ Նա աշակերտներին կանչեց իր մոտ եւ ասաց նրանց. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս աղքատ որբևայրին ավելի շատ գցեց գանձանակի մեջ, քան մյուս բոլոր գցողները, որովհետև բոլորն էլ իրենց ավելցուկից գցեցին, մինչդեռ սա
իր չքավոր վիճակում գցեց իր բոլոր ունեցվածքը, իր ամբողջ ապրուստը։ Եկեք կարճ անցնենք այս տեքստով, որոշակի բաներ նայենք։ Ուշադիր եղեք, որ ասում է Հիսուսը նստած հետևում էր, թե ով ինչքան է տալիս։ Հիսուսը տեսնելով, թե մարդիկ ինչպես են իրենց նվիրատվությունները գցում գանձանակի մեջ, այրի կնոջը չհուսահատեցրեց և չասաց, թե ինչու ես այդքան քիչ գցում։ Նաև չասաց, ձեռքդ չկա, այ մարդ, երբ կլինի այդ ժամանակը գցես։ Գիտեք, 2 լուման ներկա ժամանակների եթե վերածենք, դա մի կտոր հացի փող էր, որը այդ կնոջ ամբողջ ունեցվածքն էր։ Նաև չհանդիմանեց տաճարի ծառայողներին փողը ընդունելու համար, թե աղքատ կին է, ինչու եք վերցնում, թող տան նրանք, ովքեր ունևոր են, կամ բավարար ապրուստ միջոցներ ով ունի, թող նրանք մենակ տան։ Ընդհակառակը, Տերը նրա առատաձեռնությունը ներկայումս և բոլոր դարերին օգտագործեց որպես հոգևոր ճիշտ մոտեցում և Աստծուն նվիրաբերելու ճշմարիտ օրինակ։ Ինչ է ասում, կարդանք նորից, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս աղքատ որբևայրին ավելի շատ գցես գանձանակի մեջ, քան մյուս բոլոր գցողները։ Աստծո գործում մեր առատաձեռնությունը լավագույնս չափվում է նրանով, թե որքան ենք մենք տալիս, երբ ինքներս կարիքի մեջ ենք։ Տվյալ պահին այս կնոջը մենք տեսնում ենք ոչ թե կարիքի մեջ էր, այլ այս մարդը գրեթե իր ամբողջ ունեցվածքը տվեց և խոսում է այն բանի մասին, որ կարող է մի ժամ հետո հիմա սոված մնա։ Ֆինանսական ապահոված մարդը այո կարող է շատ բան տալ, առանց դա ազդելու իր բարեկեցության վրա, սակայն աղքատ մարդը պետք է ինչ-որ բանից հրաժարվի եկեղեցում նվիրատվություն անելու համար, կամ ուրիշներին ինչ-որ բանով օգնելու համար։ Եվ սա խոսում է հենց աղքատ այդ մարդու սրտի դիրքի մասին, այլ ոչ թե խոսում է նրա կարողության չափի մասին։ Հիսուսն ասաց, որ եթե մենք առատաձեռն չենք աղքատության մեջ, առատաձեռն չենք լինի նաև հարստության մեջ։ Մեր նվիրատվությունները կարող են աճել քանակով, բայց ոչ առատաձեռնությամբ։ Ինչ է ասում, քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ, և քիչ բանի մեջ անհավատարիմը շատի մեջ էլ անհավատարիմ է։ Ղուկաս հենց 16:10 համարը։ Հետևաբար ինչ է ստացվում, այն մարդը, ով չի ուզում տա, պատճառաբանումներ է բերում ինքը իր համար, դա պարզապես խոսում է նրա սրտի դիրքի մասին, այլ ոչ թե նրա կարողության չափի մասին։ Խոսելով Մակեդոնիայի եկեղեցու մասին, տեսեք Պողոսը ինչ է գրել 2 Կորինթացիների 8-րդ գլուխ 2-րդ համարը։ Ասում է, թե ինչպես տառապանքի մեծ փորձության մեջ, տառապանքները մի կողմից, փորձությունները մի կողմից, երևաց նրանց հորդացող ուրախությունը և ծայրահեղ աղքատության մեջ չափազանց առատաձեռնությունը։ Ծայրահեղ աղքատության մեջ։ Նրանց առատաձեռնության պատճառը գիտեք որն էր։ Նրանք իրենց նվիրել էին Աստծուն և հետո Տիրոջ ծառաներին, 5-րդ համարը նայեք, և ոչ թե այնքան, որ մենք ակնկալում ենք, այլ իրենց անձերն էլ տվեցին նախ Տիրոջը, այսինքն խոսում է դրանից այդ տալուց առաջ, նրանք նախ տվել են իրենց անձը նվիրել են Տիրոջը և հետո մեզ, ասում է Աստծո կամքով։ Աստծուն նվիրված մարդը իրեն նաև նվիրում է Աստծո ծառային, ըստ Աստծո կամքի և ըստ Աստծո խոսքի։ Այսինքն, եթե դու նվիրված ես Աստծուն, ապա հիշիր մի կարևոր բան, որ տվյալ քարոզիչը քո հովիվը դա Աստծո կողմից դրված դեսպան է, որը քեզ փոխանցում է Աստծո կամքը, որը որ գրվել է։ Հետևաբար, նրանք առատաձեռնորեն տալիս էին Աստծուն և նրա ծառաներին իրենց սիրուց մղված։ Առատաձեռնությունը անհնար է առանց Աստծո և նրա ծառաների և նրա ժողովրդի հանդեպ սիրո։ Դու չես կարող առատաձեռն լինել։
Եթե դու չես սիրում նախ քո քույր եղբայրներին, քո հովին, քո Աստծուն, եւ եթե մեկը կասի, ես Աստծուն սիրում եմ, բայց եղբորը ոչ, Հովհաննեսն ասում է, դու ստախոս ես։ Ինչպես կարող ես Աստծուն սիրել, ում չես տեսել, բայց եղբորը ատես, ում որ տեսնում ես։ Նրանք առատաձեռնորեն տալիս էին Աստծուն եւ նրա ծառաներին։ Այսինքն, ըստ Աստծո խոսքի չի տալիս նա, ով նվիրված չէ ոչ Աստծուն, ոչ էլ իր ծառաներին։ Նման մարդը մտահոգված չէ Տիրոջ արքայության տարածման գործում։ Խնդրեմ ուշադիր, եւ նման սիրտ ունեցողը մարդու համար նման սիրտ ունեցող մարդու համար ստաբիլ նվիրատվությունը անհնար է։ Նման մարդը, ով չի սիրում, Աստծո զավակներին, նվիրված չի եկեղեցում, նա ստաբիլ չի կարա նվիրի, հարատև ինքը չի կարա եկեղեցում նվիրատվություններ անի։ Նա մի օր կտա ցուցադրական, բայց կմոռանա տալ, հարատև եւ սրտանց։ Այսինքն չի անի այդ գործողությունը, այսինքն իրանը չի։ Նվիրատվությունների հավաքելը հիմնականում տեղի է ունենում եկեղեցու համար։ Պողոսը ցույց է տալիս, որ նվիրատվությունները երկրպագության մաս են կազմում։ Սա երևում է պարզ շաբաթվա առաջին օրը արտահայտությունից։ Նոր կտակարանի եկեղեցում երկրպագության օրը կիրակին էր, շաբաթվա առաջին օրը։ Սակայն սկզբնական շրջանում քարոզչությունն ու վկայությունն իրականացնում էին հիմնականում հրեաների կողմից հրեաների համար։ Ուստի դրանք տեղի են ունենում հենց շաբաթ օրը։ Գործք առաքելոցում նկարագրում է այս պատկերը, Գործք առաքելոց 13-րդ գլուխ 14 համարում այսպես է ասում. Իսկ նրանք Պերգեից գնացին, եկան Պիսիդիայի Անտիոքը եւ շաբաթ օրը ժողովարան մտան ու նստեցին։ Տեսեք, սակայն հարությունից հետո առաջին աստվածպաշտությունը տեղի ունեցավ Զատկի օրվա երեկոյան, երբ հարություն առած Տերը հայտնվեց իր վախեցած եւ հուսալքված աշակերտներին։ Շաբաթվա այն առաջին օրվա երեկոյան, երբ հրեաներից վախենալու պատճառով փակ էին այն տան դռները, ուր հավաքված էին աշակերտները, Հիսուսը եկավ, կանգնեց նրանց մեջտեղում եւ ասաց. «Խաղաղություն ձեզ»։ Աշակերտները ուրախացան, չէ, երբ տեսան Տիրոջը, բայց դա ասում է շաբաթ օրն էր։ Եկեք մի պահ մի հատ հայացք գցենք Հովհաննես 20-րդ գլուխ 19 համարին։ Եվ նույն օրը երեկոյան շաբաթվա առաջին օրը լինելով։ Այսինքն շաբաթվա առաջին օրը լինելով դա կիրակի օրն էր։ Սակայն հարությունից հետո առաջին աստված պաշտությունը տեղի ունեցավ Զատկի հենց երեկոյան։ Հիսուսի ուրեմն հաջորդ հայտնությունը տեղի ունեցավ 8 օր անց եւ հետեւաբար կրկին կիրակի օրը, երբ Թովմասը նրանց հետ էր 26 համարում։ Ուստի թեև հրեա հավատացյալներից շատերը շարունակում էին երկրպագել ժողովարաններում եւ տաճարներում շաբաթ օրը, կիրակին դարձավ քրիստոնյաների երկրպագության օրը։ Գործք առաքելոցում մենք տեսնում ենք հենց այդ պատկերը 20-րդ գլուխ 7 համարը։ Եվ շաբաթվա առաջին օրը, երբ աշակերտները հավաքվեցին հաց կտրելու, Պողոսը նրանց քարոզեց, այսինքն մենք տեսնում ենք արդեն քարոզ է գնում կիրակի օրվա մասին։ Սա ինչ որ փոքր տեղեկություններ եմ ձեզ տալի, թե ինչու էր, հին ուխտում շաբաթ օրը եւ հիմա կիրակի օրն ենք մենք արդեն հավաքվում։ Շաբաթվա օրվա փոխարեն, այսինքն նախապատվությունը տրվեց կիրակի օրվան։ Այն ժամանակ, երբ Հովհաննեսը գրեց Հայտնություն գիրքը առաջին դարի վերջին տասնամյակում, շաբաթվա առաջին օրը արդեն համարվում էր Տիրոջ օրը կամ կիրակին, Հայտնություն 1:10։ Քրիստոնեական նվիրատվության մասին առաջին անգամ հիշատակվում է անմիջապես Պենտեկոստեից հետո, երբ եկեղեցին դեռ նոր էր ձևավորվել եւ թույլ կազմակերպվածություն ուներ, իսկ նորադարձները պարզապես անձամբ կիսվում էին միմյանց հետ իրենց ունեցվածքով։ Գործք առաքելոցում տեսնում ենք այդ իրադարձությունները, Գործք 2-րդ գլուխ 44-ից 45 համարը։
եւ ամեն մեկը, որ հավատացին, միասին էին եւ ինչ որ ունեին ընդհանուր էր եւ իրենց ունեցվածքն ու պատրանքը վաճառում էին ու ապրուստը վաճառում էին ու շահույթը բաշխում էին բոլորի մեջ, ինչպես որ պետք էր։ Սակայն շուտով, տեսեք ինչ կատարվեց, նրանք սկսեցին իրենց ընծաները բերել առաքյալներին, որպես վերջինս դրանք բաշխվեին կարիքավորին։ Այսինքն, մենք տեսնում ենք, որ այդ ժամանակ երկրորդ գլուխ 44-ից 45 համարը մի խառը իրավիճակով էր բաժանվում, կարող էր մեկին տալ, որ անգամ սկի կարիք չունի եւ այլն, բայց հետագայում մենք տեսնում ենք, որ սկսում է կարգ ու կանոն հաստատվել հենց եկեղեցում։ Մենք արդեն տեսնում ենք, որ 4 գլուխ 35 համարում, 37 համարում, 52 համարում արդեն միայն բերում են եւ տալիս էին ում ծառայողներին, առաքյալներին։ Արդյունքում սովորություն դարձավ նվիրատվությունները հավաքել անմիջապես եկեղեցում, հնարավորություն տալով տիրոջ ծառաներին տնօրինելու գումարը եւ բաշխել այնպես, ինչպես հարկ կհամարվեր։ Եվ այստեղից սովորում ենք մի կարևոր բան, որ ոչ թե ինքնուրույն բարեգործ պետք է դառնալ, այսինքն ես իմ գումարը ում կուզեմ կտամ, ում կուզեմ կօգնեմ, ոչ, այլ ամբողջ նվիրատվությունը հանձնվում էր տիրոջ ծառաներին։ Նախ սա ցույց է տալիս, որ մարդը անկախ չի գործում, այլ միաբան է եկեղեցու հետ եւ գործում է ըստ խոսքի եւ տիրոջ փառքի համար, այլ ոչ թե իր փառքի համար։ Նկատի չունեմ, որ երբ փողոցով անցնում ենք եւ ինչ որ պատահական մեկը տեսնում ենք, աղքատ ծայրահեղ կարիքի մեջ, ասենք մի րոպե, չէ, ես կտամ իմ հովին, իմ հովը թող քեզ կտա թե չէ ինքը գիտի, կամ մի րոպե զանգեմ իմ հովին տենամ թույլ է տալիս թե ոչ, սրա մասին չենք խոսում, բայց թե պատմությունը, թե օրինակներով, թե պատվիրաններով ցույց են տալիս, որ հավատացյալները անկախ չպետք է գործեն, այլ պետք է լինի հնազանդ եկեղեցու կարգ ու կանոնին եւ իր հովիվներին միաբան լինելու մեջ եւ հովին վստահելու մեջ։ Ինչ է ասում, թող ամեն մեկն իր մոտ հավաքի, շարունակում է երկրորդ համարում։ Այս արտահայտությունը հուշում է, որ գումարը պետք է առանձնացվեր եկեղեցիներում նվիրատվությունների համար, որը ուներ հստակ տարաներ եւ որ յուրաքանչյուրը, որ պետք է իր ներդրումը կատարեր սեփական նախաձեռնությամբ։ Շաբաթվա առաջին օրը երկրպագության օր էր եւ այն, թե ինչպես են հավատացյալները տնօրինում իրենց գումարը, անխախտելիորեն կապված է նրանց երկրպագության խորության հետ։ Ինչքան ես դու նվիրում, դա կապված է քո խորը համոզմունքների, որը որ երկրպագում է Աստծուն, դրա հետ է կապված, թե ինչքան ես դու տալի, այդտեղ արդեն չափվում է։ Ամեն կիրակի մենք պետք է հիշենք այն շարունակական ռեսուրսների մասին, որը Տերը օրհնել է մեզ։ Եթե ճիշտ մտադրություններով չենք տալիս, ապա չենք կարող նաև ճիշտ կերպով ծառայել։ Հիսուսը այսպես է ասում, ուրեմն Ղուկաս ավետարանում 16-րդ գլուխ 10-11 համարներում։ Խնդրեմ բացեք։ Ղուկաս 16-րդ գլուխ 10-11։ Քիչ բանի մեջ հավատարիմը շատ բանի մեջ էլ է հավատարիմ, եւ քիչ բանի մեջ անիրավը շատ բանի մեջ էլ է անիրավ։ Ուստի եթե դուք անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ճշմարիտ հարստությունը ով կտա ձեզ։ Ով կտա ձեզ ճշմարիտ հարստություն, եթե այդ անիրավ մամոնան, մենք գիտենք, որ դա չարիք է ինք իրենով, բայց մենք դրանից կախված ենք եւ չենք ուզում հավատարմորեն ինքը մարդուն կարա փչացնի եւ մենք հենց այդ բանը չենք նկատում, որ սա ինձ փչացնում է, չի թողում ես հոգեվոր աճ ունենամ։ Եվ ես դրա մեջ հավատարիմ չեմ եւ չեմ ուզում նվիրել եւ Տերն ասում է ոնց կարա հաջորդ process-ը կատարվի, աճ ունենաս դու, ոնց կարաս դու օրհնվես։ Մենք դեռ կտեսնենք։ Մեր ունեցած քչի թե շատի դեպքում ամենից առաջ մենք պետք է նվիրատվություններ կատարենք եկեղեցում՝ ի աջակցություն Աստծո ժողովրդին, Աստծո ծառաներին եւ Աստծո ծառայությանը։ Լավագույն տարբերակն է մեր նվիրատվությունները հանձնել աստվածավախ մարդկանց,
դրանք իմաստուն կերպով օգտագործելու համար։ Եվ ինչ է ասում, լավ, ինչքան պետք է նվիրաբերություն անենք, ինչքան պետք է տանք այդ կիրակի օրը Պողոս։ Երրորդ համարում ասում է, նայեք, երրորդ համարը նայեք, ինչպես Աստված օրհնել է ձեզ։ Այսինքն, Պողոս այս հորդորը, այս հարցի վերաբերյալ որոշումը լիովին թողնում է հավատացյալների հայացողությանը, ելնելով նրա հնարավորություններից։ Քրիստոնյաների շրջանում բազմաթիվ տարբեր կարծիքներ կան այն մասին, թե եկամտի որ մասը պետք է հատկացնել Աստծո գործին։ Սովորաբար որոշ քարոզիչներ խոսում են 10%-ի մասին, սակայն դա հիմնված է 5 կտակարանի 10-որդի էության և նպատակի վերաբերյալ թյուր ըմբռնման վրա։ 10-որդ տալու սովորությունը տարածված էր բազմաթիվ հին մշակույթներում, այսինքն ոչ թե միայն հրեա ազգին, այլ գրեթե բոլոր մշակույթներում տարածված էր 10-որդ տալը։ Աբրահամն իր ունեցվածքի 1/10 մասը տվեց Մելիքսեդեկին, որը բարձրյալ Աստծո քահանան էր։ Ծննդոց 14-րդ գլուխ 18-20 համարներում։ Հակոբը խոստացավ Աստծուն տալ այն ամենի 10-որդը, ինչով նա օրհնել էր իրեն պայմանով, որ Աստված պահպանի իրեն և բարեկեցություն շնորհի։ Ծննդոց 28-րդ գլուխ 20-ից 22 համարը։ Սակայն այդ դեպքերից ոչ մեկում Աստված չպահանջեց 10%-ը կամ որևէ այլ հստակ մասնաբաժին։ Թե Աբրահամի, թե Հակոբի մատուցած զոհերը կամավոր էին և ակնհայտորեն եզակի դեպքեր։ Սուրբ գրքում որևէ ակնարկ չկա այն մասին, որ մինչև Մովսեսը, այսինքն մինչև օրենք գրվելը, երբ որ խոսում է կոնկրետ չափի մասին, օրինակ 10%-ի մասին, դա հարկի մի տեսակ է, հարկ, որը որ մենք այսօր մուծում ենք։ Իսկ կամավոր ընծան պետք է սրտանց մատուցվեր, իսկ դրա չափը որոշում է հենց ինքը երկրպագուն։ Եվ հիմա էլ է նույնը, մենք հարկ ենք մուծում պարտադրված չափով մեր աշխատանքից կամ բիզնեսից, բայց մեզ ոչ ոք չի ստիպում բարեգործություն անել հստակ տոկոսադրույքով։ Նույնպես նաև Տերը չի ստիպում այսքան կամ այնքան տոկոս բերել եկեղեցի։ Քրիստոնյաների կողմից բերվող ընծաները կարելի է համեմատել հին Իսրայելում մատուցվող ընծաների հետ։ Մենք պարտավոր ենք հարկեր վճարել այն իշխանությանը, որի ենթակայության տակ ապրում ենք, ասում է Պողոսը 13-րդ գլուխ 6 համարում հռոմեացիների։ Ճիշտ այնպես, ինչպես իսրայելացիները պետք է 10-րդ վճարեն աջակցելու համար վերուստ սահմանված իշխանությանը։ Մատթեոս 17-րդ գլուխ 22-րդ գլխում խոսում է, ուշադրություն կդարձնեք կարդալուց հետո։ Մենք պետք է Տիրոջը տանք այն, ինչ որոշել ենք մեր սրտում։ Ճիշտ այնպես, ինչպես իսրայելացիներն էին տալիս Տիրոջը իրենց ամբողջ սրտով։ Ինչ է ասում երկրորդ, նույնպես եկեք բացենք, երկրորդ Կորինթացիների 9-րդ գլուխ 7 համարը։ Ամեն մեկը, ինչպես սրտով հոժար է, թող այնպես տա, ոչ թե խնայողաբար կամ հարկադրաբար, քանի որ Աստված սիրում է ուրախությամբ տվողին։ Այս համարը, խնդրեմ ուշադիր լինեք, մեզ կոչ չի անում, որ մենք 2 կոպեկ գցենք գանձանակի մեջ ու մի հատ էլ մունաթով ասենք, դե այդքան էի ուզում, այդքան էլ տվեցի, այդքան էլ գցեցի։ Ընդհակառակը ասում է, որ խնայողաբար չտանք, ուշադիր դարձրեք համարին, խնայողաբար չտանք, խնայելով չտանք, չխնայենք Տիրոջ գործի համար և ինչ ուրախությամբ տանք։ Այս համարը նաև կոչ է անում քեզ, թե ինչքան է պատրաստ քո սիրտը, հարց է տալիս, ինչքան է պատրաստ քո սիրտը և ինչքան է ուզում տալ Տիրոջ գործի համար, կամ ինչու է քիչ ուզում, կամ ընդհանրապես միգուցե չի ուզում։ Կան այսօր մարդիկ, որ ընդհանրապես չեն ուզում տալ Աստծո խոսքին։ Տարիներով ես մարդ եմ տեսել, ընդհանրապես ինքը իր մոտ սա կարծես մի պրինցիպ էր, որ աշխատում էր։ Սա կարող է քննել այս համարը յուրաքանչյուրի սիրտը, որ ասում է, թող տա, ինչպես է ասում, ամեն մեկը ինչ սրտով հոժար է,
Եվ այստեղ հարց է, ինչպես է քո սիրտը աշխատում։ Եվ ավելացնում է ասելով. Աստված սիրում է ուրախությամբ տվողին։ Տերն այսպես ասաց Ղուկաս 6-րդ գլուխ 38 համարում. Տվեք եւ կտրվի ձեզ, ձեր գոգը կլցվի լավ չափով, լեփ լեցուն, առատ, որտեվ ինչ չափով որ չափեք, նույն էլ ձեզ կչափվի։ Ձեր գոգը կլցվի, այս արտահայտությունը բնագրում գրված է, ձեր ծոցը կլցվի։ Սա այն պատկերն է նկարագրում, հիշում եք, երբ որ երիտասարդ էինք կամ փոքր էինք ավելի, երբ որ գնում ենք ինչ-որ մի խնձորի դաշտ, սենց մեր մայկաները դնում ենք շալվարի տակ ու ծոցներս լցնում ենք։ Սա այդ պատկերն է։ Այսինքն առատությամբ տվողը առատությամբ էլ հնձելու է։ Եվ Տերը հաստատ օրհնում է իր խոսքի միջոցով հստակ ասում է։ Պողոսը նույն սկզբունքն արտահայտեց ասելով հենց 6-րդ համարում Կորինթացիների 9-րդ գլուխ 2-րդ Կորինթացիների 6-րդ համարը, բայց այս ասեմ, թե խնայողությամբ սերմանողը խնայելով էլ կհնձի, իսկ առատությամբ սերմանողը առատությամբ կհնձի։ Եթե դու խնայողաբար չուզենալով, ոչ սրտանց, ինչ-որ մի գրոշ ես գցում, թեկուզ չուզենալով $1000 գցես։ Դա նման է այն բանի, որ չուզենալով էլ, այսինքն ինչ սրտով, որ դու տալիս ես, այդ ձևի փոխհատուցում էլ կստանաս։ Այո, դու կարող ես նաև քիչ տալ, բայց շատ բան չակնկալես, որն էլ արդար կլինի։ Տիրոջ սիրով առատությամբ եւ ուրախությամբ տալը կբերի թե հոգեվոր, թե նյութական օրհնություններ։ 8-րդ համարին նայեք, կրկին 9-րդ գլուխ 8-րդ համարին։ Եվ Աստված կարող է ամեն շնորհ առատորեն տալ ձեզ, որպեսզի միշտ ամեն ինչ բավարար չափով ունենալով ամենայն բարի գործերով առատանաք։ Այո, Տերը օրհնում է մեզ եւ ոչ խնայողաբար։ Եվ շարունակում է Պողոսը հավաքած ընծաների պահպանման թեման, թե որտեղ պետք է պահպանվի։ Հաճախ է լինում, որ մեկ հավատացյալ օգնում է մեկ այլ հավատացյալի կամ սրտանց նվիրում է գումար ծառայողներին, հովիվներին, բայց նա չպետք է վերահսկի այդ գումարը, թե տվյալ անձը ինչպես է ծախսում տվյալ գումարը։ Ինչ նկատի ունեմ ասելով, լինում է, երբ որ ոչ միայն եկեղեցում մարդը ինչ որ գանձանակի մեջ գցում է, ես məsն հիմա կխոսեմ, այլ լինում է, որ առանձին իր սրտին կա ինչ որ մի եղբոր շատ ենք տեսել, ինձ էլ են շատ արել, որ սրտին կա, որ օրինակ գումար նվիրի։ Այս գումարը նա իրավունք չունի էլ վերահսկելու, բայց նրանք ովքեր իրենց միջոցները նվիրում են Աստծո գործին, այսինքն եկեղեցու մեջ են գցում, իրավունք ունեն ակնկալելու, որ իրենց տված օրհնությունները ինչպես կօգտագործվեն օրինական եւ իմաստուն կերպով, չէ՞, մենք պետք է իմանանք այդ գումարները, լավ, համայնք է, 100 հոգի համայնք կա, 100-ն էլ օրինակի համար ամիսը օրինակ գցենք $50, $100, $10 գցում, ինքը մեծ գումար է կազմում։ Օրինակ, այդ ուր է գնում այդ մեր գումարը։ Տեսեք, օրինակ այսօր միգուցե մեզ լսողներից շատերի համար հաճելի չլինի, բայց այսօր օրինակ տեսեք հավատացյալ խարիզմատները, որոնք որ կան, շատերի մասին տեղյակ ենք հստակ։ Ամենավերջին բրենդային սպասքներով, ամենաընտիր ավտոներով, 2-3 հարգանի տներ ու դաչաներ են կառուցում, բայց իրենց քույր եղբայրը սոված է եկեղեցում, որին ստիպում են տուր, որ Աստված քեզ օրհնի, տուր, որ օրհնի, բայց հասկանում եք, այդ մարդը իր բերանից կտրելով 10%-ը տանում հասցնում է, իրանք են պարտադրում 10%-ը, որ վստահ են պարզապես, որ շատերի մեջ պարտադրողական, որտեղ Սուրբ Գիրքը դրա մասին չի խոսում, հետևաբար ինքը չի կարա սիրուց մղված լինի։ Եթե պարտադրաբար ես հենց 10%-ն եմ տալիս իմ աշխատավարձի, արդեն ստիպում են ինձի, դա ես սրտանց չեմ տա, այլ պարտադրված կտամ, որ իմ մտքերին անգամ շատ մեծ կխանգարի, շատ հարցերում։ Ոչ, այստեղ խոսքը գնում է այն բանի մասին, որ եթե մենք տալիս ենք եկեղեցում, ուրեմն պետք է անգամ տեղյակ լինենք։ Եկեղեցին իր հովիվը եւ ծառայողները պետք է մաքսիմալ թափանցիկ
հաճախակի 2, 3, 4 ամիսները մեկ հաշվետվություն կատարեն ցույց տալու, թե ձեր գումարները որտեղ է գնացել։ Յուրաքանչյուր եկեղեցու պարտականությունն է իր ունեցվածքն ու միջոցները վստահել աստվածավախ եւ պատասխանատու մարդկանց։ Սկզբնական շրջանում հավատացյալների նվիրատվությունները վստահում էին հենց առաքյալներին, Գործք առաքելոց 4:35 համարը։ Հետագայում առաքյալների ծառայությունը այնքան ընդլայնվեց, ապաշխարողները շատ էին, հիշում եք 3000 հոգի, 5000 հոգի, որ նրանք էլ չէին կարողանում ի վիճակի չէին մի կողմից քարոզել, սովորացնել, հարցերին պատասխանել, այցելություններ անել, մի կողմից էլ տվյալ գումարները արդեն վերահսկել։ Ինչ էին անում, հետագայում առաքյալների ծառայությունը ինչ եղավ։ Առաքյալները աշակերտներ կանչեցին, չէ, բազմության, աշակերտների մի բազմություն կանչելով խորհուրդ տվեցին նրանց ասելով. ընտրեք ձեր միջից 7 մարդ, բայց ոնց բարի համբավ ունեցող, լցված Սուրբ Հոգով եւ իմաստությամբ, եւ մենք նրանց կդնենք այդ ծառայության վրա։ Դուք ընտրեք, մենք էլ կորոշենք եւ մենք կկարգենք։ Գործք առաքելոց 6:2-3 համարներում։ Եվ այս ծառայության համար կարևորը ոչ թե լավ մաթեմատիկա իմանալն է, լավ հաշվարկներ անելն է, այլ բարոյական եւ հոգեվոր որակների մասին է խոսում, որպեսզի հուդաներ չլինեն մեր մեջ։ Այդ պատճառով էլ ներկայումս բոլոր նորաստեղծ եկեղեցիներում նախ հովիվներն են անում այդ ծառայությունը, մինչև որ կճանաչեն բարի համբավ ունեցող եղբայրների եւ կվստահեն իրենց տվյալ ծառայությունը։ Աստծո միջոցները պետք է դրվեն ամենավստահված մարդկանց ձեռքում, ովքեր աղոթքով եւ Սուրբ Հոգու զորությամբ կհսկեն դրանց օգտագործումը։ Եվ վերջում նա խոսում է ուրեմն նվիրաբերությունների դրդապատճառների մասին։ 4-րդ համարը։ Մի պա դուք նայեք, ես խոսամ։ Այս խոսքերով Պողոսի հիմնական միտքն այն էր, որ նա որոշել էր միանալ Երուսաղեմում ողորմություն բերողների հետ։ Սակայն Պողոսը համաձայնվեց դրան այն պայմանով, որ զոհաբերությունը ցույց կտար կորինթացիների իրական առատաձեռնությունը, որպեսզի ինքը չամաչեր նրանց հետ լինելուց։ Առաքյալը հորդորեց կորինթացիներին նվիրաբերել առատաձեռնորեն եւ սրտանց սիրով եւ հոգատարությամբ։ Աստված իր ամբողջ արարչագործությունը ստեղծել է այնպես, որ այն ինքնին իրենով կիսվի ուրիշների հետ։ Արևը եւ լուսինը, աստղերն ու ամպերը, երկիրն ու բույսերը, ծովն ու ցամաքը բոլորն էլ գոյություն ունեն այս նպատակով։ Աստված նույն կերպ է նախագծել նաև իր գլխավոր արարածին, մարդուն։ Մինչդեռ մարդը ընկած այս մարդը, Աստծո ողջ արարչագործության մեջ ամենադժկամությամբ տվողն է։ Ծովը առատ ձուկ է տալիս, ցորենի դաշտը առատ հացահատիկ է տալիս, ծիրանի, խնձորի եւ այլ բերքերի արտերը առատ պտուղներ են տալիս, բայց մարդու ձեռքը փակ է եւ հաշվարկով։ Հիշեք մի կարևոր բան. վերածնված, փրկված եւ փրկագնված մարդու ամենահաստատ նշաններից մեկը, չեմ ասում գլխավորը, բայց ասում եմ հաստատ ամենամեծ նշաններից մեկը տալու պատրաստակամությունն է։ Տեսեք ինչ է գրել երկրորդ դարի աթենացի պետական գործիչ Արիստիդեսը քրիստոնեական կյանքի մասին։ Նրանք քրիստոնյաներին է ասում, նրանք խոնարհ են ու բարի, եւ նրանց մեջ ոչ մի կեղծիք չես գտնի, որովհետեւ սիրում են միմյանց, նրանք չեն արհամարում այրիներին եւ չեն վշտացնում որբերին։ Ով ունի ուրախությամբ է տալիս կարիքավորներին։ Եթե նրանք տեսնում են անծանոթի, նրան իրենց հարկի տակ են բերում եւ ուրախանում նրանով, կարծես թե նա իրենց եղբայրը լինի։ Նրանք միմյանց եղբայրներ են կոչում, ոչ թե մարմնով, այլ հոգով եւ Աստծով։ Եվ երբ նրանցից որևէ աղքատ հեռանում է այս աշխարհից, իսկ մեկ ուրիշը ականատես է լինում դրան,
նա սեփական միջոցներով հոգում է հողարկավորության ծախսերը։ Եթե նրանք լսում են, որ իրենցից մեկը բանտում է կամ հալածանքների է ենթարկվում իրենց Մեսիայի անվան, փրկչի անվան համար, ապա բոլորը հոգում են այդ անձի բոլորի կարիքները և հնարավորության դեպքում օգնում են ապահովել նրա ազատ արձակումը։ Եթե նրանց մեջ կա մեկը, ով աղքատ է ու քաղցած, և նրանք չունեն անհրաժեշտ, նրանք 2 կամ 3 օր ծոմ կպահեն, նրանք անհրաժեշտ սնունդով ապահովելու համար։ Իսկ Հովվին վերաբերվում են որպես հոգևոր հայր, ում մոտ էլ հավաքում են ողջ ունեցվածքը, որը խնայողաբար և մտածված բաշխում է կուտակվածը։ Այս թեմայով կարելի է շատ խոսել և աստվածաշնչյան համարներով, թե օրինակներով, թե պատմություններով ցույց տալ, թե ինչպես է հարուստ երիտասարդը օրինակ, ով պատրաստ չէր նվիրաբերել իր ունեցվածքը, ինչ պատահեց իր հետ։ Կարելի է խոսել անգամ այն ագահության մասին, որ միայն ուզում էր իր ամբարները լցնել, բայց Աստված ասեց. հոգիդ քեզանից կվերցնեմ հիմար այս գիշեր, ում ես թողնելու։ Խոսել այն մարդկանց մասին, ովքեր որ անգամ գողանում էին գանձանակից, խոսել այն մարդկանց մասին, ովքեր որ չէին ուզում տալ, շատ կարելի է խոսել, բայց եկեք մի քանի գործնական քայլեր էլ նայենք և ավարտենք։ Առաջին, ինչպես բոլոր դարերում և բոլոր եկեղեցիներում, սրբերի համար հանգանակություն հավաքեք։ Մի ձեզ առանձնացրեք Աստծո եկեղեցուց։ Հիշիր, որ սա մեծ պատասխանատվություն է, որն էլ բոլորիս պարտականությունն է։ Հիշեք որբևայրու 2 լուման։ Նա տվեց իր ամբողջ կարողությունը առանց հետ նայելու, առանց հաշվարկ անելու։ Մի հարց, կարող է ինքը իր մեջ տար, սոված մնամ, չէ, չեմ տալու։ Կարող է օրինակի համար տամ, բայց միգուցե, չգիտեմ, Աստված ինձի չօրհնի, ինքը հետ հաշվարկներով չէր անում։ Ձեր կարծիքով Աստված օրհնեց այս որբևայրուն, թե չէ, որ իր վերջի ունեցվածքը տվեց, հələ դրա մաս չի, 2 լուման։ Ձեր կարծիքով օրհնեց, թե չօրհնեց։ Իսկ շատ օրհնեց, թե նույն 2 լումայով օրհնեց, թե նույն 2 լուման կարելի ասել վերադարձրեց։ Վստահաբար ոչ։ Հիշեք այն եկեղեցում, որ Պողոսը խոսում էր 2 Կորինթացիներում, ովքեր ծայրահեղ աղքատության մեջ առատաձեռն են։ Երկրորդ, որպեսզի կիրակնօրյա պաշտամունքի ժամանակ դատարկած ձեռն չմասնակցեք շաբաթվա մեջ պաշտամունքին, շաբաթվա ընթացքում հավաքեք ձեր գումարը։ Իսկ ինչքան, տեքստը արդեն ասաց, ինչքան հավաքեք։ Շաբաթվա մեջ ինչպես օրհնել է Աստված։ Ինչպես է օրհնել։ Ինչքան է օրհնել, այդտեղից էլ պետք է առանձնացվեն Աստծուն նվիրաբերելու իր չափը։ Հիշեք, ոչ թե 10 կամ 20%-ն է Աստծունը, այլ մեր ամբողջ ունեցվածքը պատկանում է Աստծուն, ինչը որ ունենք ներկայում։ Աստծո հետ ձեռը փակ հարաբերություններ չես կարող ունենալ։ Հիշեք, Աստծո ծառաներին տալով դուք նույնպես մասնակցում եք քարոզչությանը։ Դա դուք եք, որ մասնակցում եք ձեր ֆինանսական աջակցություններով, որ ձեր հովիվը չլռի, չմտածի, բա ընտանիքս ինչպես պետք է պահեմ, վարձերս ինչպես պետք է տամ, և ի վերջո թողնի ծառայությունը։ Գիտեք, ինչքան եկեղեցիներ գոյություն չունեն այդ պատճառով, որ հովիվը պարզապես չէր կարողանում գոյատևել։ Կամ թողեց եկեղեցին, կամ էլ գնաց ուրիշ տեղ քարոզելու, որի թե ականատեսն եմ և որոնցից մեկն էլ հենց ես եմ։ Իսկ եթե մեկը մտածում է, թե ես քիչ ունեմ, իմ 2 լուման ինչ օգուտ կտա, կամ ամոթ է որ տամ, սխալվում ես։ Կրկին հիշիր որբևայրուն։ Եվ եթե քո նման մտածելակերպով եկեղեցում լինի մի 50 հոգի, այդ եկեղեցին բնականաբար ոչ մի եկամուտ ինքը չի կարող ունենա և չի կարող ապահովել իր կարիքները։ Շատերին գիտենք, որ եկեղեցում են գտնվում, բայց ոչ մի կերպ օգնություն չկա։ Պատճառներից մեկը, տեսեք, ես իրականում կարճ 2 բառ ասեմ, շատ մարդկանց ես տեսնում եմ եկեղեցում կամ հավատացյալ քույր եղբայրներ,
ովքեր իրապես աղքատության մեջ են ապրում, պատճառներից մեկը կա հետևյալը, որ մարդը ունի հնարավորություն նախ աշխատելու, չի աշխատում, չի ուզում, չի սիրում եւ այլն, լոդր է, այսպես ասած, եւ կա իրապես, որ ունի խնդիրներ, բայց տեսնում ենք մարդկանց, ովքեր որ չեն օրհնվում, դա իր փակ ձեռի պատճառով է։ Ինքը մի կողմից ուզում է չտալ, բայց ուզում է ստանալ։ Հիշենք մի կարևոր բան, գիտեք, մենք կարող ենք օգնել շատ աղքատների, բայց երբ որ դու տեսնում ես այդ մարդը իր ձեռը իր գրպանը չի տանում եւ չի ուզում, կարծես ես չեմ լսել, չեմ տեսել, դա հիշեք, Հիսուսը նստած տեսնում է, թե ով ինչքան տվեց։ Չպետք է մենք մեզի այն դիրքում պահենք իբրև դե ես չունեմ, չեմ տալի։ Սա բերում է քեզ փակում է, պարփակում է մի բանի մեջ, որ անգամ դու չես կարողանում նորմալ շփում ունենալ քո քույր եղբայրների հետ։ Ինչևէ, այս հարցի շուրջ կարելի է դուք մտածեք։ Եվ ոչ միայն հովին կամ եկեղեցուն օգնեք, այլ կարիքավոր անհավատին անգամ։ Հիշեք, որ բարի գործերը դա խոսում է մեր հոգևոր գեղեցկության մասին։ Խոսում է մեր վերածնված հոգու եւ վերափոխված սրտի մասին։ Իսկ ով չի համապատասխանում այս տեսակին, թող երկար մտածի։ Եվ վերջում, եթե մեկը կմտածի մեր մեջ, լավ, տվեցի, բայց ինձ ինչ օգուտ, եկեք իրար հետ խնդրեմ բացեք բոլորդ, մի անտեսեք, բացեք Մատթեոս ավետարանի 19-րդ գլուխ, 19-րդ գլխից պետք է կարդանք 27-ից 29 համարները, կարդանք, աղոթենք և ավարտենք։ Մատթեոս 19-րդ գլուխ 27-ից 29 համարը։ Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց և ասաց նրան. ահա մենք ամեն բան թողեցինք և եկանք քո հետևից, հիմա ինչ է լինելու մեզ։ Ամեն բան թողել են, հարստություն, տուն, տեղ, բիզնես, ձկնորսություն, կոպիտ ասած ֆինանսական ահավոր մեծ կորուստ են ունեցել ում համար, Քրիստոսի համար։ Տեսեք ինչ է շարունակում Տերը ասելով. Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք ինձ հետևողներդ վերականգնման ժամանակ, երբ մարդու որդին նստի իր փառած աթոռին, դուք էլ պիտի նստեք 12 աթոռների վրա, դատելու Իսրայելի 12 ցեղերին։ Եվ ով որ շարունակում է թողել է տներ, կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ երեխաներ, կամ արտեր, արդեն բիզնես, փող, իմ անվան համար 100-պատիկը պիտի ստանա և հավիտենական կյանքը պիտի ժառանգի։ Եթե մենք մի բան տալիս ենք մեր Աստծուն, մեր Քրիստոսին, մի բան թողնում ենք, ես այսօր տեսել եմ մարդիկ ոսկե շղթաներով շաղաղված, ասում է, բայց չունեմ տալու կամ եւ այլն, դու պետք է, քո սիրտը պետք է պատրաստ լինի Աստծո արքայության համար, անել ամենաանհնարինը եւ նորից ու նորից, որպեսզի ճշմարիտ եկեղեցիները այսպես են, որպեսզի հավատացյալների սրտերը չկարծրանա, բա տվեցի, բա ինչ եղավ, ոնց եղավ, նրանք հաշվետվություն պետք է ներկայացնեն։ Եվ ի վերջո, եթե միգուցե մեկն էլ կլինի, որ կգտնվի ինչ որ հուդաների նման գանձանակից գողություններ կուզենա անի, դա իր պատասխանատվությունն է։ Տերը չի ասում, գիտես ինչ կա, մի հատ ճշտիր, քննիր, նոր հետո այս բաները թողեք Տիրոջը։ Եկեք պարզապես պատրաստ լինենք Աստծո ծառայության եւ նրա արքայության համար, զոհաբերել մեր լավագույնը։ Տերը օրհնի ձեզ, եկեք աղոթք անենք եւ ավարտենք։